Բարի երեկո ժողովուրդ ջան։ Ոնց եք հարազատներս։ Ժողովուրդ ջան, եթե լսվում է ձայնես նորմալ ամեն ինչ, գրեք որ լսվում է, դրա կանդրադառնանք այն թեմային, որը որ շատ կարևոր է հենց ինձ համար։ Ժողովուրդ ջան, ուրեմն եւս մեկ անգամ բարի երեկո, բարի ողջույն բոլորին շատ սիրում եմ, շատ հարգում եմ, այն հարգանքներն է, որ ստանում եմ, բոլորը փոխադարձ։ Ուրեմն ինչն է ինձ հետաքրքիր էլի, ուղղակի ոչ թե հետաքրքիր, այլ զարմացնում է։ Միշտ ուզում եմ չխոսամ, միշտ բավականություն եմ ստանում այն հատվածից, որ տրակում եք, որ չկաք այդքան, բայց էլի սենց մուխները դմարած մի կերպ մուխ եք անում ու այդ հարցը ինձ համ հաճույք է պատճառում, համ նյարդայնացնում է։ Ուրեմն ամեն պատարագի մասնակցելուց, երբ որ ես այսօր չէի գնացել Երևան, գնացել էի Հովանավանք։ Եկեղեցիների աստծոտաճարների մեջ ընդհանրապես տարբերություն չեմ դնում, բացարձակ, բոլորը աստծոտունն են, բոլորի մեջ նույն աստծո հոգին է, մարմինն է, ուժն է, հավատքն է, ես տարբերություն չեմ դնում աստծոտան մեջ, բայց միևնույն պահին աստծոտան կատարված պատարագի հետ կատարված արարողությունը, պատարագը, որ մատուցվում է հայ ժողովրդին, քրիստոնյա ազգին, այդ process-ն անգամ խեղաթուրող համակարգ կա, ու ես ուզում եմ խոսեմ հենց այդ համակարգից։ Համակարգ, որը ինձ համար համարվում է որպես գոմաղբ, համակարգ, որը ինձ համար շուրջ 36 տարի, ուղիղ 36 տարի գիտակցաբար ծառայել է որպես ռոբերտասերժական կլանի սավան, համակարգ, որը 36 տարի բռնատիրական ձևով պահել է մեր եկեղեցիները, մեր վանքերը, մեր քրիստոնեությունը, խեղաթուրել է այդ ամեն ինչը, խեղաթուրել է մեր հավատքը դեպի Աստված, խեղաթուրել է մեր վառած մոմն անգամ աստծոտան մեջ, ամեն process, ես ուզում եմ հենց անմիջապես խոսեմ լրագրող ասված համակարգից, դա շատ կուլտուրական վերնագիր է, ձեզ չի սազում այդ վերնագիրը, դուք լրագրողներ չեք, դու լրատվական մի հատ կայք եք, մի հատ sense կանալ եք, որ 36 տարի եղել եք ռոբերտասերժական կլանի տակի սավանը չէ, տրապկեն, ասենք ով ուզում է լինի երկրի վարչապետը, եթե մարդը մտնում է եկեղեցի ասոտում, այդ մարդը պարտավոր է ծառայել այդ պահին խոնար ձևով, խոնարվել եկեղեցում գլխակորուս ձևով, ասում, իր պատարագը մատուցի, իր մոմը վառի, հաղորդակցվի առ Աստված, քահանայի միջոցով իհարկե, թեպետ 36 տարի այդ process-ը խեղաթուրված է եղել, ու այդ խեղաթուրման քավորը եղել է Էջմիածնի Սուրբ տաճարը բռնագանձած կեղծ սրբապիղծ ռոբերտասերժական կլանին վագի տակ պարող կեղծ ֆարաջահակած քահանաների մի մեծ ամբոխ, ես դրանց քահանաներ չեմ համարում, ես մեր լրագրողներին լրագրող չեմ համարում, նրանք բոլորը ինձ համար փողոցայիններ են, բառից բուն իմաստով անբարոյականների կույտ, կխնդրեմ լսեք, կխնդրեմ տարածեք, եթե կուզեք եւս մեկ անգամ դատի տվեք, թող լինի 11-րդ դատը, ոչ մի խնդիր, դատարանում նույն լեքսիկոնով կբարձրաձայնեմ, կնկարագրեմ ձեր դիմապատկերը, ձեր ներկան, ձեր անցյալը, ձեր ապագան, դուք խեղաթուրված եք, կապ չունի ով կգա եկեղեցի, հնդիկ գալիս է, տաջիկ գալիս է, չինացի գալիս է, քրիստոնյա ազգի մեջ մտնում է քրիստոնյա ազգի տաճարը, անգամ նրան գլխակորուս լուր են մտնում խաչակնքվելով, ճապոնացին խաչակնքվելով մտնում է չինացին, Հայաստանի եկեղեցիները, բայց դուք խեղաթուրում եք այդ process-ը, հասկանում եք, դուք խեղաթուրում եք այդ process-ը, որովհետև դուք չունեք հայրենասիրություն, որովհետև Հայաստանի Հանրապետության լրագրողների 99%-ը սրբապիղծներ են, Հայաստանի Հանրապետության լրագրողները ծախված համակարգ են, ռոբերտասերժական ղախպի կլանից առաջացած սնվող օղակներ են նրանք, որ ծառայում են միայն ու միայն նրանց։ Ես ինչ եմ ուզում ասեմ, Թալինի խոշորացված համայնքի ղեկավարին մոտեցել է, ասում է Փաշինյանը ուր գնա, պետքա հետը գնաք, կներեք, երևի նկատել եք, չէ՞ որ Փաշինյանը ուղիղ եթերով ընդամենը հայտարարում է, որ ինքը գնալու է մասնակցի պատարագի, ասենք Էջմիածնում, ասենք Երևանում, ասենք, չգիտեմ, Հովանավանքում, ասենք Խաչի գյուղում, ու նա չի շեշտում Ռուստամարի, չգիտեմ,
Արարատ Միրզոյան արի, Գևոր Պապոյան արի չի շեշտում, ամբողջը հասարակությունն է գնում նրա հետևից։ Ու ձեզ ձեր հետադարձը, որ միշտ եղել է Ռոբերտասերժական կլանի սեռական օրգանների գարաժ, ձեր հետադարձը վառվում է դրա համար։ Գիտես ինչի համար, որ այս մարդը երբ որ քայլ ակցում, ամբողջ գիտակից հասարակությունը գնում է դեմից, հետևից, կողքից, անգամ Աստծո տված թրջունը իջնում է ու նստում է վարչապետի մեքենայի վրա։ Աստծո տված թրջունը։ Եթե ասենք եկեղեցի գնացածլնեք ոչ թե խեղաթուրելու, ոչ թե ապականելու, ոչ թե եկեղեցուն քերագին լողացնելու, քերագին համբուրելու նպատակով, տեսած կլնեք եկեղեցուն պատարագ, լսած կլնեք, կամ Հիսուսի կինոն եթե նայած լինեք, կտեսնեք, որ վերևից աղավնին իջնում է, երկնքից ու նստում է Հիսուսի հուսին, կանգնում է Հիսուսի հուսին։ Տեսած կլնեք, բայց քանի որ դուք հեռու եք նման բաներից, դուք մենակ ապականել եք այդ process-ը։ Ինձ թվում է դուք ապականել եք Էջմիածնի ամբողջ այդ սուրբ տաճարը եւ դա ես չգիտեմ քարերը պետքա լվացվի, չգիտեմ ինչ պետք արվի, որ ձեր այդ նենգությունը, ձեր այդ դավերը, ձեր այդ ատենությունը այդ քարի մեջից դուրս գա, որ այդ եկեղեցին ծառայի որպես հասարակությանը Աստծո հետ հաղորդակցելու տաճար։ Նա 36 տարի ծառայել է ձեր համար ջերմոցներ ստեղծելու, բենզակալոնկեք ստեղծելու, գիտակցաբար ծառայել է ոչ թե հասարակությանը որպես Աստծո, այլ գիտակցաբար խեղաթուրել եք ու ապականել ծառայել է ձեզ համար բիզնես կլասի օֆիս, միայն օֆիս, Հայաստանի Հանրապետության ամենամեծ, ամենագլխավոր տաճարներից մեկը, որը Սուրբ Էջմիածինն է, խեղաթուրված է ու ապականված։ Հատակից մինչև գմբեթ պղծվածա ձեր բարձր հովանի ներքո դուք պղծել եք, դուք ավիրել եք, դուք ապականել եք, դուք խայտարակել եք մեր եկեղեցիները, դուք խայտարակել եք հայի քրիստոնյա լինելու process-ը, հայի քրիստոնյա եղած կարգավիճակը, Հայաստանի Հանրապետությունում դուք եկեղեցիները զուտ օգտագործել եք շահադիտական նպատակով, ասեցի ու խոսքս մտքից թելը փոխվեց այլ ուղղությամբ։ Թալինի խոշորացված համայնքի ղեկավարին երբ որ դուք հարց եք տալի, ասեմ ձեզ, Թալինի խոշորացված համայնքի ղեկավարները գիտեք թե Հայաստանի Հանրապետությունում 99%, բացի ձեր Վարդանի Ղուկասյանից եւ մնացած բոլոր ղեկավարները դրանից զատ, ամբողջն են ծառայում այս իշխանությանը։ Ծառայում են գիտես ինչ ձև սիրով, հարգանքով եւ փոխադարձ՝ ի տարբերություն ձեզ։ Իսկ ձեր ժամանակ, ձեր նախկինների գործած իշխանության գործնեության ընթացքում, երբ որ պետք է լիներ եռաբլուրում ինչ-որ հողարկավորություն զինվորի հետ կապված, երբ որ պետք է լիներ պատկան մարմինի հողարկավորություն զաստավիտով էին բերում, երբ որ պետք է լիներ ընտրություն զաստավիտով էին բերում, ես Օշական գյուղում Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեմ եղել, 6-րդ դասարան եմ եղել, 2 անգամ նույն օրը ընտրություն եմ արել, որից մեկ եղել է իմ դասատուներից մեկի անձնագիրը, կիներ բացարձակել ինձ նման չէր։ Պարզ համառոտ ասեմ, այս ձևի, այն անգամ 6-րդ դասարան երեխեն ինչ էր այն ժամանակ, 40 տարեկան եմ, 40-ից մարդ եմ ես։ Այն ժամանակվանից խեղաթուրել եք այս սերունդը, ապականել եք ու դուք հիմա գիտեք խեղ խոսում, դուք վարված եք գիտեք ինչից բառից բուն իմաստով, ծիծաղս գալիս է, ձեր մուխը մարել է, դուք մոմ եք, որի մեջ էլ թել չկա, ընդամենը մի հատ օղակ է, որ այդ օղակը կլոր խողովակ է, որ այդ խողովակը ընդամենը գնված ձեր գրպանը, ու այդ խողովակի մեջով անցնում է Ռոբերտասերժական կլանի երկիրը թալանած, Արցախը ապամոնտաժած, Արցախը ծախած, Հայաստանի Հանրապետության ամենակարևոր կառույցները ապականած իշխանության փողերը գնում է ձեր գրպանը, այդ օղակով դուք ընդամենը չգործող բանկի սեֆ եք, ձեզ սենց կարելի է կոսպեկտավորել, ես որ նայում եմ ձեզ, կամ դուք որպես կին լրագրող, որ բարձրախոսն առնում եք մարդկանց հետևը, այդ մարդիկ հաստատ խոնարհված գլխները գլխակորուստ, Ռացած մտնում են եկեղեցու առաստված կանչելով խաչակնքվելով։ Ինչն է պատճառը դուք քրիստոնյա չեք։ Ինչն է պատճառը դուք Հայաստանի Հանրապետության լրագրողներ, Ռոբերտասերժական կլանի սերմերից, բջիջներից առաջացած ինչա Պորնիկաբանական ինստիտուտ եք, որը մեր Աստծո հետ ընդհանրապես կապ չունի, ուզում եմ իմանամ, թե ձեզ չի վերաբերվում, թե լրագրողը միակ կենթանին է, որ իրավունք չունի ոչ խաչակնքվի, ոչ իրան այդ պատարակն է հետաքրքիր, ուզում եմ իմանամ, ինչն է ձեր խնդիրը, որ դուք էլ գլխակորուս չեք մտնում եկեղեցի, որ դուք էլ լուր չեք խոնարհվում եկեղեցու մեջ։ Ինչն խնդիրը, բայց ես հպարտ եմ, որ դուք կտենցեք, դուք ցույց եք տալի ձեր պիտակը, դուք թափթփուկ համակարգ եք, ես ձեզ ասել եմ, հազարավոր ամբիոններից իմեջերով բարձրաձայնել եմ, հազարավոր Աստծո դռներից ես ձեզ ասել եմ, դուք խեղաթուրված, դուք շեղված, դուք ֆինանսապես նեղված, բայց ֆինանսի երբևիցե խնդիր չունեցած, ձեր ֆինանսական խնդիրներն առաջացել է շուրջ 8 տարի, դուք ընդհանրապես խնդիր չեք ունեցել, դուք ծնվել եք Թուրքիայում, սնվել եք Քոչարյանի ու Սերժի գրպանով, բայց մեր Հայաստանից քաղած եկամտով ու
խեղաթուրել ու ապականել եք մեր երկիրը։ Բարից բուն իմաստով դուք ամբարոյականների կույտ եք, մարմնով չէ հոգով, որովհետև ես այդտեղ մարմին չեմ տենում, որ ինչ որ մեկը կարա ձեր մարմնի վրա նայի, դուք չեք էլ կարա մարմնով լինեք դա, դուք հոգով եք ամբարոյական, ու դա ամենամեծ ամբարոյականությունն է, ամենամեծ, որ երբևիցե գրեթե չի ներվում։ Դուք էդ եք, երբ որ ես նայում եմ ձեզ, ուղղակի նողկանք եմ ապրում, ուղղակի զարմանում եմ, դուք որ այդում եք լողանում եք, թեկուզ մի քիչ թանկանոց շամպունով, ձեր մարմնի, ձեր հոգու կեղտը, այն հայոյանքները, այն ամբարո քֆուրները, սեռական ամբարոյական բառերը, որ ձեր նկարների տակ գրում են, որ դուք պոռնիկի վաստակներ եք, որ դուք լրագրող չեք, որ դուք բոզեր եք, որ դուք տան կնանիկ կոչվելու իրավունք չունեք, թանկանոց շամպունով, որը որ սնուցել այդ շամպունի գումարը, Քոչարյանիկը կամ Սերժիկը, դա մաքրում է ձեր պիտակը, մաքրում է, ուզում եմ իմանամ, հիմա կասեք քեզ էլ են գրում, գրողի վրա էլ թքած ունեմ, գրողի վրա էլ թքած ունեմ, այն որ անտեսում է կամ էլ լսում է նրա վրա եւս թքած ունեմ, թքած ունեմ ու ունեցել եմ, հենց այդ է մեր հպարտությունը, որ մենք թքած ունենք ձեր կարծիքի վրա, ես, իմ վարչապետը, իմ հետ կանգնած բոլոր հասարակությունը, իմ էջում գտնվող են հասարակությունը, որոնք հայ ազգի հպարտություն են ի տարբերություն ձեզ, մենք բոլորս թքած ունենք ձեր կոմենտների վրա, բայց այդ ձեր վրա թքած ունի անգամ, չգիտեմ, Հայաստանի Հանրապետության այն ամենագիտակից մի տարեկան հայը եւս թքած ունի ձեր վրա, ձեր պաշտպանած իշխանության վրա, ձեր խեղաթուրած եկեղեցիների քահանաների վրա, ձեր սրբապիղ սվարաճահակնողների վրա, երբ որ ես նայում եմ ձեզ, ես հասկանում եմ, թե Հայաստանի Հանրապետությունում նողկանքը, տիֆը, ժանգախտը, մոլակորը, դաբաղը, որտեղից առաջացել այդ հիվանդության տեսակները, դա իր հետ Թուրքիայից բերել է Քոչարյանը, Սերժը, եւ դա տարածել է Հայաստանի Հանրապետությունում Լևոնը, Քորաշկով տարածել, դրա համար ամբողջ երկիրը չի տարածվել այդ ժանգախտի մեջ, ու դուք հենց այդ խեղաթուրող հիվանդության սերմերն եք, որ բացիլի պես տարածվել եք, բայց շուրջ 8 տարի է ծերատում անում ենք ձեր հետ, բջատում անում ենք ձեր հետ, ամեն ձևի վիրուսի դեմ պայքարում ենք ձեր հետ, ու ձեզ կարելի ասել արմատախիլ ենք արել, արմատախիլ, ձեր մոտ մնացել է մի քանի խամ դալար ճղեր, որ գալիս ու փողով սնվում են ձեզանից, բայց դա էլ ենք արմատախիլ անելու, բառից բուն իմաստով, արմատախիլ ենք անելու մեր հավատքով, մեր գիտելիքով, մեր հայրենասիրությամբ, մեր պատասխանատվությամբ, մեր հասարակությամբ, մեր զոհված զինվորների ծնողների, մեր Որթեկորուս բոլոր մայրերի առաջ խոնարհվելով, մեր եկեղեցիների, մեր վանքերի, մեր եռաբլուրների, մեր խաչքարերի առաջ խոնարհվելով, ձեզ արմատախիլ ենք անելու, արմատախիլ, տերտերի ֆարաջեն հանելու ենք հակից, քերագնի կրսկալը հագցնենք, որ իմանաք, որ Հայաստանի Հանրապետությունը երկրագնդի վրա համար առաջի քրիստոնյա ազգն է, ու այս քրիստոնյա ազգին 36 տարի լրացնելով, գյուլելով, վերացնելով բաղնիկներում, հրապարակներում, հոկտեմբերի 27-երում, ամեն հարցում, մարտի 1-ում Էլի չեք կարողացել լրացնեք, էլի չեք կարողացել, ու դուք պատկերացնում եք ձեր ներկայացրած պարոն Փաշինյանը, որ շատ թույլ է, որ շատ խեղճ է, որ շատ մեղք է, ինչ ասում եք հոգեկան հիվանդ է, դուք հասկանում եք, դուք 36 տարի բռնապետական վիճակում պահել եք այս հասարակությանը, ու այդ ձեր նկարագրած խեղճ ու կրակ Փաշինյանը մի բառով ազատեց այս ժողովրդին այդ կապանքներից, դուք հասկանում եք, դուք գիտակցում եք, դուք ում ունեք վաբշե, ում ունեք, ես ինքս Իշխանության օրվանից մինչև առեսօր Փաշինյանից վնասից բացի ոչ մի օգուտ չեմ տեսել փաստացի բոլոր ապացույցներով։ Ես իմ վարչապետին դուք քրֆել եք, ես ձեզ եմ քրֆել, ես ծեծվել եմ, ես ջարդվել եմ, ես մինչև առեսօր աշխարհիկ ֆուրն ուտում եմ ձեր նման լպիրշ խեղաթուրված, որ բոլորի տան պապան Քոչարյանն ա եղել ձեր նմանների կողմից, բայց ես այսօր մինչև հիմա կանգնած եմ իմ վարչապետի կողքը, որովհետև իմ վարչապետը իմ վաղվա օրն է, իմ վարչապետը իմ գալիք սերնդի լուսավոր կետն է, իմ վարչապետը իմ խաղաղ երկիր ու բանակ ունենալու այսօրվա ու վաղվա ու անցյալի օրն է։ Այդ այն վարչապետի հետ կապող օղակ ինձ հասկանում եք, բայց ձեզ նման լծակներ, նման կարգավիճակ ընդհանրապես չի հետաքրքրում։ Ձեզ հետաքրքրում է միայն ու միայն մի բան։ Հայաստանի Հանրապետությունը գլխավրի շուռ տալ, կործանել, ավիրել, ապականել, ռոբերտասերժական կլանի տակը աթոռ դնել, բայց ցավակցում եմ ձեզ այս անգամ գերան ենք դնելու ռոբերտասերժական կլանի տակ։ Գերան, աթոռ չի լինելու, գերան ու պատված գերանը փշերով։ Գերանը պատված փշերով։ Ես ինչ եմ ուզում ասած լինեմ, դուք ինքներդ բառից բուն իմաստով, ձեր ապականելու, ձեր խեղաթուրելու process-ը կարակ դադարեցնեք։ Ձեր մուխը մարելա ժողովուրդ, ձեր մուխը մարելա հակաթիմ, ձեր հակառակորդին, ձեր վլաստը լրիվ սպառվելա։ Հանգստացեք, հանդարտվեք, վերընկեք տեղներդ։ Դուք բառից բուն իմաստով էլ գոյություն չունեք։ Այդ ամբարոյական լրագրողները, երբ որ հարց են տալիս,
պատկան մարմիններին։ Լավ, դուք չեք կարող այդ պատկան մարմիններին հաստատ ասեք կներեք, դուք 36 տարվա մեջ նրանք դուք ցույց տաք ձեր հարցի մեջ, թե 36 տարի Քոչարյանը, Սերժը, Լևոնը ինչ են արել, որ այս 8 տարվա մեջ Նիկոլը չի արել։ Ուզում եմ իմանամ, կարաք այդ հարցի պատասխանը ինձ տաք։ Ես դեմ առ դեմ հարցազրույց եմ պահանջում նախքին բոլոր դեբիլների հետ, այդ անգրագետ թափոնի հետ, այդ գոմախպի հետ, այդ սեռական ամփոյց շփումից առաջացած կույտի հետ։ Ես դեմ առ դեմ ուզում եմ բանավիճ եմ, ուզում եմ հասկանամ, դուք ինչից եք առաջացել, նոլու ֆազից, թե ուղղակի մելք մարդիկ են եղել, խառնվել են իրար, այդ գյուլաշից հետո դուք առաջացել եք։ Ուզում եմ իմանամ, դուք ինչ եք, ու ձեզանից ինչ եք ներկայացնում վաբշե։ Ինչ եք ներկայացնում։ Հայաստանի Հանրապետության լրագրողների բոլորի պապան Քոչարյանն է։ Հայաստանի Հանրապետության դաշնակ թիմի հայրիկը դա Սերժն ու Քոչարյանն են, որ թամամ տղամարդ կոչվելու իրավունք չունեն ու իմպոտենտների գարաժից դուրս գրված աթխոտ են։ Դուրս գրված աթխոտ։ Ու դուք այս աթխոտով ուզում եք եւս մեկ անգամ գաք իշխանության։ Ես մեր մեծական խոսքերը շատ հավատացող մարդ եմ ելե, մի քիչ սնահավատ բաներ ունեմ իմ մեջ, բայց միակ բանը, որ չեմ հավատացել, այս հեղափոխությունից հետո հասկացա դա, որ ասում են վերև Աստված կա, Բոզի ու գողի օրը 40 օր է, վերև Աստված կա, այո, վերև ասու այդ հաղորդակցվելու process-ն էլ անգամ Փաշինյանն ապահովեց։ Էդ էլ է Փաշինյանը ապահով է, խեղաթուրելու ապականել եք այդ։ Մարդիկ, որ մտնում են եկեղեցի մոն վառեն, չգիտեն այդ 50 դրամատային կետակը հասնի այնտեղ, որտեղ որ պետքա թե գա ոսկե հատում ինչ որ բենզակալոնկեք ու կլուբնիգի ու չգիտեմ լոբու ջերմոսներ կարտադրվի քերագին լողացնող տերտերների համար։ Ես ուղարկի օրեն բառից բուն իմաստով զարմանում եմ։ Անգամ այդ process-ը դուք եք ապականել։ Հասարակությանը, քրիստոնյա ազգին, հայի հետ, ասու հետ հաղորդակցվելու process-ը դուք ապականել եք։ Ու դուք ինձ համար խեղաթուրվածների ամբողջ եք։ Խեղաթուրվածների դա ձեզ սազական բառ է, երբ որ ես դա դարերով կրկնում եմ, իրոք գիտակցաբար հասկանում եմ, որ այդ բառը ուժ ունի։ Դուք եք ձեր էությամբ, դուք եք ձեր տեսակով։ Ես ուզում եմ ասած լինեմ, լռեք, սսկվեք վերընկրեք տեղներդ, ձեր ծուխը մարելա։ Տիկին փողոցային լրագրողներ, ձեր մուխը մարելա, ձեր մուխը մարելա, դուք Հայաստանի Հանրապետությունը ապականել եք, դուք Հայաստանի Հանրապետությունը պղծել եք, Հայաստանի Հանրապետության 99% սարքել եք սքաշաղաղ երկիր, Հայաստանի Հանրապետությունում տունը մեջ սուք ա եղել ձեր կոսպեկտավորված թալանի շնորհիվ, հասկանում եք, դա ցանկացած գիտակից հայ պատկերացնում է, որ դա տենցել է, կարող է լինի մի զինվորի ծնող, չէ 100 զինվորի ծնող, ես զոհվե իրանց բալեքին բան չլներ, այդ ծնողը Փաշինյանին բան ասի, թող ասի, հալալա իրան հասնում է, ինքը ազատ խոսքի իրավունք ունի, ոչ մեկ չի կարող այդ ծնողին բան ասի, բայց այդ ծնողը հերսից հելացա խոսում, անգամ այդ ծնողը գիտի, որ ձեր պես սրբապիղսներն են արել, դուք սաղ կյանքներդ կոսպեկտավորված ձևով տարածեցիք Ռոբերտասերժական կլանի երկիրը ապականելու, թալանելու process-ը, այնպես տարածեցիք, որ երկիրը շենացնում է, բայց այսօր Հայաստանի Հանրապետության 99% հատվածներում գնում է շինարարական աշխատանքներ, ու ես չեմ տեսնում ինչ եք արել դուք նախկինում, որ այս մարդիկ եկել են ու ներկայում կրկնում են ձեր արարքները, չկա նման բան։ Դուք կերտել եք ձեզ համար սեփական հիվանդանոցներ, ձեր ամբարոյական հարսների համար կերտել եք բեմեր, ձեր փչացած կանանց համար, որը աշխատում են հիվանդ երեխեք պանսիոնատում ու վաճառում են հիվանդ կոպիտ ասեմ, չգիտեմ ոնց ասեմ այդ վադարոշ դաուն երեխաներին թող աստվածների այս բառից համար երեխաների պոշկաները վաճառելով դուք մենակ եք արել, դուք ընտանիքով եք աշխատել Հայաստանի Հանրապետությունը ապականելու վրա, դուք տնովի մեր ու մանուկ ներդրում ունեք Հայաստանի Հանրապետությունը սքաշաղաղ վիճակի հասցնելու համար, Արցախցուն հիմնական բնավեր տնավեր անելու Հայաստանի Հանրապետության հայի գրկին ու փեշին նստացնելու process-ից ի վեր դուք տնով տեղով աշխատել եք այդ ուղղությամբ, աշխատել եք դուք ամբողջով այդ Դուք Հայաստանի Հանրապետության համար առաջի դուշմաններն եք Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան եւ լրագրողների մի ամբողջ սեռական ամփույթ անապահովիչ շփումից առաջացած լրագրողների տեղատարապ։ Դուք բոլորդ Հայաստանի Հանրապետության խեղաթուրող համակարգն եք։ Դուք Հայաստանի Հանրապետության քանդելու, ավիրելու, ապականելու քավորն ու սանիկներն եք եղել, բայց այսօր քավորների մուխը մարելա, սանիկների լուսն էլ դանդաղ կմարի։ Ասենց չի մնալու։ Հայաստանի Հանրապետությունը ազատվելու է սրբապիղծ դավաճան ղեկավարներից, Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ ազատվում է սրբապիղծ, սուրբ տաճարները պղծող, խեղաթուրող քահանաներից, կեղծ բառաջահակնողներից, զինվորների գերեզմաների վրա ալելու է երկելուց 20,000 դրամ վերցնելուց, Հայաստանի մի զանգեք ինձ, ժողովուրդ խանգարում եք ինձ, Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ ազատվում է
100,000 դրամ գանձելու երիտասարդին գյուղի եկեղեցում պանիխիդա անելու process-ից այդ տեսակ քահանաներից Հայաստանի Հանրապետությունում քահանա չկա, խաչերը ազատ գտել են, մեկը մեկի միջոցով կախել է այն շների վիզը, որ շները հաչացել են Ռոբերտասերժական կլանի օգտին։ Հայաստանի Հանրապետության ոչ մի քահանայի Էջմիածնի տաճարում վերընկած, տաճարը ապականած ոչ մի քահանայի Քրիստոնյա հային չի թույլատրվում օրենքով, օրենսգրքով մոտենալ եւ համբուրել այդ խաչը կամ բռնել այդ քահանայի ձեռքը։ Այդ քահանայի ձեռքը գող, թալանչի, սեռական բոլոր անկողիներում թավալտված ձեռա, որ ոչ մի քրիստոնյա ազգ իրավունք չունի համբուրի։ Հերու մնացեք մինչեւ կազատագրեն Հայաստանի Հանրապետության ամենակարևոր եկեղեցիներից մեկը, որը Հայաստանի Հանրապետության բոլոր եկեղեցիների արմատն է համարվում։ Հայաստանի Հանրապետության Սուրբ Էջմիածնի Սուրբ տաճարը պետք է ազատենք, ազատագրենք սրբապիղծ տերտերներից, կեղծ խաչեր գցողներից, խաչի process-ը խեղաթուրողներից, քերագին ջան ասելու տեղը հանվել պարկասնող տերտերներից, դուշ ջակուզիում քերագին լողացնելուց, ջակուզիում քերագինը քահանա լողացնելուց, վերջում ժողգործիկները պաչող քահանաներից բոլորից պետք է ազատվի Հայաստանի Հանրապետության Սուրբ տաճարներից մեկը, որը համարվում է Հայաստանի Հանրապետության բոլոր եկեղեցիների, բոլոր աստծո տաճարների միակ արմատն ու օղակը պետք է ապամոնտաժվի ժամ առաջ, վաղտ առաջ, օր առաջ եւ վայրկյան առաջ, եւ մենք գնալու ենք առաջ, մենք հասնելու ենք դրան։ Այն ձեր նկարագրած Թույլ Փաշինյանը արմատախիլ արեց Ռոբերտասերժական բանդան, ջնջելա, վերացրելա։ Այն Քոչարյանի մասին է խոսքը, կհիշեք, որ տուալետներում պատկան մարմիններ էր վերացնում Պրիվետ Ռոբերտ Բարի համար, որ այդ պատկան մարմինը Հայաստանի Հանրապետությունում օտար հողից էլ ավելի շատ ներդրում անգնեցել է երկրի մար, քան թե ձեր անտիկվար Ինչա էլ ցանցի բոմժը, որ Բերթերում փդմա Սամվելա, չգիտեմ ինչ գրողը անունն էլ մոռացա, թե պետք չէ էլ հիշում, որ Հայաստանի Հանրապետությունն ապականել է, օտար երկրներում հարստացել է, ու այսօր Հայաստանի Հանրապետության մի քանի անգրագետ դեբիլ հասարակության համար, մի քանի սրբապիղծ քահանաների համար, որոնք Քրիստոսի նկարը, Հիսուսի նկարը, Մարիամ Աստվածածինի նկարը կախելու փոխարեն կախել են Սամվելի ու իր պորնի կնգա նկարը պատին, նրան աստվածացնում են ու այդ քահանայի ձեռքն են համբուրում։ Այ այս իշխանությունը այդ բոլոր արմատախ անելու բարից բուն իմաստով ապամոնտաժելու ենք ձեզ այնց ոնց որ ապամոնտաժում են Երևանի կեղծ շինությունները, անդակում են շինությունները, ապամոնտաժում ենք հարակից բնակելի շենքերի հարակից տարածքում գտնվող 36 տարի երեխեքին խաղահրապարակից զրկած շինությունները, տեղը շինություն կառուցած շինությունները ոնց են ապամոնտաժում, այտենց էլ ձեզ են ապամոնտաժելու, ապամոնտաժվելու եք ու կխնդրեմ ձեզ իմանաք, գիտակցեք, մտածեք ու հասկանաք ամեն ձեր խոսքի մեջ, երբ որ կանգնում ես ասում ես ժգուշ եղի, երբ որ կանգնում եք ասում եք ժգուշ եղի, երբ որ կանգնում եք ասում եք քեզ վտանգ ասպարդեմ, քեզ սպանեն, թքած ունեմ, այս երկրի, այս գրագետ, այս անգրագետ, այս տգետ, այս բանիմաց, այս քրիստոնյա, այս ոչ քրիստոնյա, այս սրբապիղծ, տարբեր ցեղատեսակներ կան այս երկրի մեջ, ու դրանք բոլորը հայ են կոչվում, տարբեր իշխանությունների կողմից սպիտակավորվել են ու դարձել տարբեր ցեղատեսակներ։ Այս երկրի համար մեռելա Դեմիրճյանի նման մարդը, մեռելա Տիգրան Նավդալյանի նման լրագրողը, մեռելա Սպարապետի նման մարդը, մահացել են հազարավոր 18 տարեկան տղերք, ինչ եմ ուզում ասացլեմ, որ ուզում եք իմանաք իմ նման մարդու տեղը հողի տակն է, հողի տակ ավելի լավ սերունդ կա, ավելի կարևոր սերունդ կա, քան հողի վրա, սերնդի այրյան գնով ապրող սրբապիղծներ, որ այս ազգը չեն գնահատում, թքած ունեմ ձեր շահադիտական նպատակների վրա, թքած ունեմ ձեր գրառումների վրա, թքած ունեմ ձեր վերին եւ ներքին ստորին գաղափարների վրա։ Դուք ինձ համար ընդամենը թուրի մացություն եք Ռոբերտասերժական կլանի սավան, որի վրա երբեք արուն չի կաթացել, կեղտոտ ջրից բացի, հարամ պտղաջրից բացի, թարախից նենգից ու անմեղ սերունդին ապականելու ավիրելու process-ից բացի դուք ոչինչ չեք տեսել Հայաստանի Հանրապետության լրագրողներ կարակ ծառայեք մինչև եկեղեցին ապամոնտաժենք այդ կեղտերից մինչև էլ ծառայեք Ռոբերտասերժական կլանին ընդուց հետո ընդեղից հետո գնալու եք ձեր կեղծ բանի քահանայի ջերմոցներում կամ կլուբնիկ հավաքեք, բայց ես հաստատ գիտեմ իմ հոգու խորքում դուք գնալու եք խիար մաքրեք ձեր սիրած process-ն է ֆիզիոնոմիան շատ գրավիչ դուք եք անելու ձեր իսկ Պաշտած ու պաշտպանած քահանաների ջերմոցներում, որ ձեր վառած մոմերի հաշվին, ձեր եկեղեցում արած սքվարարողությունների հաշվին, այսօր կերտել են ջերմոցներ, բենզակալոնքեր, սեփական հուրյանոցներ, սիկիներ, բրենդային հագուստի խանութներ, վերջում էլ դրանց մեջ ձեզ կերտելու փոխարեն կերտելու են ու կրտեն։
Այսքանը ձեզ վայելեք մինչև կանդրադառնանք ձեր մյուս անտիկվար լեքսիկոնների հակահարված պատասխանին։ Հաստատ իմացած եղեք, որ պատասխանելու խնդիր չունենք, գրել կարդալու հետ կապված ոչ մի սեր չունենք, որ գրենք կարդանք նոր։ Մեր տարիների փորձը, մեր ապրած կարգավիճակը, ձեր շվաքի տակ մեծացած process-ը մեծ դաս ու դպրոց ա եղել, որպեսզի ձեզ կարողանանք ձեր հասցեն տանք եւ ձեր հասցեն բոլորի ես կարամ տամ։ Իմ ամեն բառը մի հատ բայրակտար արժի ձեր նմանների գլխին։ Ֆոսֆորել հետը։ Դուք խեղաթուրված համակարգ եք։ Իսկ ինչ մնում ա ձեզ իմ սիրելի հետևորդներ, դուք կաք, կմնաք, այն որ ես դուրս եմ գալի փողոց, այն որ ես լսում եմ ձեր զանգերը, պատասխանում եմ ձեր զանգերին, գրառումներին, այդ ինձ ապրելու մեծ ուժ ա տալի, մեծ հնարավորություն ա տալի, մեռնեմ իմ աղբորը, որ գրում ա ինձ ցավը տանեմ աղբերս ու բոլորիդ, ժողովուրդ ջան։ Ես կամ ձեր բոլորի բարի խոսքերի ու հարգանքի ու ձեր են մարկային տեսակի շնորհիվ այսօր ես կամ բոլորին սփյուռքահայերից մինչև Հայաստանի Հանրապետության են ամենա 5 տարեկան երեխան, որ ես գնում եմ եկեղեցի ուզում եմ այդ նկարվի, այդ երեխուց բռնած ես այդ ձեր բոլորի շնորհիվա, որ մինչև առեսօր կամ ու ես միշտ էլ լինելու եմ։ Թող սա հիշեն ինձ սիրող հարգող կողմից ես շատ շնորհակալ եմ, այսքանը լավ մնացեք։ Ժողովուրդ ջան, բարի գիշեր ձեզ։